Տավուշի մարզի Բերթավան եւ Չինարի գյուղերի մոտ տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիան հոգեբանական պատերազմ է հայկական կողմի վրա, գտնում է փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Նպատակը լայն կոնտեքստի մեջ եթե նայում ենք ապակայունացում, Արցախը զիջելու դիրքորոշումների հասունացում մեզանում։ Դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվել է 3 հայ զինվոր, հակառակ կողմը եւս ունի զոհեր։ Ըստ փորձագետի ադրբեջանական իշխանությունները իրենց պարզունակ մտածելակերպով ցանկանում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում հասունացնել Արցախը զիջելու գաղափարը։ Արցախը ներկայացնել իբրև մի գլխացավանք մեզ համար, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառները բևեռել, բերել ու կապել Արցախի հետ։ Տվեք Արցախը կունենաք խաղաղություն, չեք տա կունենաք դիվերսիա, կունենաք իբրև թե պատերազմ։ Փորձագետի գնահատականներով ադրբեջանական կողմին չի զսպում անգամ միջազգային դիտորդների այցելությունները տարածաշրջան։ Ադրբեջանական կողմը արհամարում է միջազգային իրավունքը, արհամարում է միջազգային կառույցներին։ Պարոն Ջամալյանը պատահական չի համարում, որ ադրբեջանական դիվերսիան համընկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցի հետ։ Սա կամ քաղաքական շանտաժի մի ձև է, ինչ որ պահանջներ ներկայացնելու Քլինթոնին, ով նաև Բաքու է մեկնելու։ Սա կարող է նպատակ ունենալ հայկական կողմին ագրեսիայի մեջ մեղադրելու, որը պետք է լինի հայկական կողմի պատասխանը։ Մեր միակ եւ անխուսափելի խաղաղության գրավականը մեր ադեկվատ պատասխանն է, մեր զինված ուժերի, ուրեմն բուն գործառույթի իրականացումն է, այն է հայրենիքը պաշտպանել։ Նարին Էրիցյան, Արթուր Դևրիկյան, IPV